Հիմա կատարում ենք եզրաքարերի տեղադրում, մոտավորապես մի 10 օրից կվերջացնենք եզրաքարի տեղադրումը, դրանից հետո կիրականացնենք ասֆալտապատման աշխատանքները։ Սասունիկ բնակավայրի մոտ 740 մետրանոց մուտքային ճանապարհի ասֆալտապատումով կավարտվի աշտարակ խոշորացված համայնքի 2024 թվականի սուբվենցիոն ծրագիրը։ Համայնքն էլ կունենա շուրջ 28 կիլոմետր բարեկարգ ճանապարհ։ Ծրագիրը համարենք ավարտվող, քանի որ շուրջ 95% աշխատանքները արդեն կատարված են եւ ներկայումս կարող ենք ասել, որ կատարում են մնացած փողոցներում շտկման եւ կարգի բերման աշխատանքները։ Այս 2 տարիների ընթացքում համայնքի 35 բնակավայրերից 27-ում իրականացվել են մեծ ու փոքր ծավալի ասֆալտապատման աշխատանքներ։ 3 միլիարդ 250 միլիոն դրամ է արժեցել ծրագիրը։ 65% համայնքից, 35% կառավարությունից։ Փողոցների ասֆալտապատման հերթականությունը որոշում են մի քանի հանգամանքով պայմանավորված, պատմում է համայնքապետարանի ներկայացուցիչը։ Առաջնահերթությունն առայժմ տալիս են գլխավոր փողոցներին։ Խնդիրը դրվել է այնպես, որ առաջնահերթությունը տանք այն փողոցներին, որոնք օգտագործվում են բոլորի կողմից։ Եվ հիմնականում կատարվում են այդպիսի փողոցներ, ինչպես նաև դպրոցներ եւ մանկապարտեզներ տանող ճանապարհները, այսինքն մենք հանգնում ենք այն մտքին, որ առաջնահերթությունը տանք բոլորի կողմից օգտագործվող ճանապարհներին, նոր այնուհետև անդրադառնալ երկրորդային, երրորդային փողոցներին։ 2023-ին ասֆալտապատման սուբվենցիոն ծրագրի համար հատկացվել է շուրջ 2 միլիարդ դրամ, 2024-ին 1 միլիարդով ավելի, 2026-ին ծրագիր ևս նախատեսվում է, այս անգամ արդեն գրեթե կրկնակի։ Հաջորդ տարվա համար համայնքի ղեկավարի առաջարկությամբ հայտ ենք ներկայացրել սուբվենցիոն ծրագրի համար, որը նախնական հայտով կազմում է 5 միլիարդ դրամի ծրագիր։ Այժմ համայնքապետարանի ներկայացուցչի խոսքով շրջում են գյուղերով, դիտարկում ճանապարհները, որպեսզի ըստ առաջնահերթության դասավորեն հաջորդ տարվա փողոցները։ Էմմա Վարդանյան, Ռաֆիկ Սողոմոնյան, Լուրեր։